Եկեք օրհնեցեք Տիրոջը, ով Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգուն եք Տիրոջ տանը, ձեր ձեռքերը բարձրացեք դեպի սրբություն, օրհնեցեք Տիրոջը, Տերը Սիոնից թող օրհնի ձեզ, նա, որ արարեց երկինքն ու երկիրը, ամեն, կարդացի Սաղմոսից 134 համարը, բարի լույս, աշխարհի ամենաջերմ բարի բաժանորդներին, ամեն առավոտ մեզ դիմավորում է մի նոր օր, որում մենք երբեք չենք եղել, բարի լույս օրհնյալ շաբաթ օր եմ մաղթում ձեզ, իմ թանկագին բաժանորդներ ջան, վայելեք ձեր շաբաթը, սիրեք, սիրվեք և սեր տարածեք, դուք արժանի եք սիրո, իմ լավ ընկերներ, տեսնում եք, ցույց եմ տալիս, այս գեղեցկուհի ծաղիկս էլ է ծաղկել, մյուս հոլովակում կասեմ ինչով եմ ջրում այս ծաղիկները, որ այսպես կանաչ թարմը մնացել են, այստեղ էլ Մարինեիս մահճակալն է իր թալիսման խաղալիքներով, իսկ հիմա գնանք խոհանոց, տեսնենք ինչ եմ այսօր պատրաստելու, մանր կտրատում եմ կծու պղպեղը, սիրելիներս, մանր ասելով շրջանաձև, նեղ, երկար, տեսնում եք, հիմա ես մի փոքր կհամտեսեմ, տեսնեմ կծու է, փորձեցի, այո, սկզբնամասից էլ հենց կծու է, և քիչ կավելացնեմ, դրա համար էլ փորձեցի, մի քիչ էլ կարմիր պղպեղ պետք է կտրատեմ, այո, սիրելիներս, այսօր պատրաստում եմ հորած պանիր իմ տարբերակով, ինձ մոտ երկու տեսակի պանիր է, չանաղ և բրինձա, եթե լիներ թել պանիր կամ ժաժիկ, տնական տվառոկ, նորից եմ փորձում, այո, բավականին կծու է, քիչ կավելացնեմ, կավելացնեի, քանի որ չունեմ ոչ տնական ժաժիկ, ոչ թել պանիր, կպատրաստեմ այս երկու պանիրով, ասեմ, որ միշտ էլ այս երկու տեսակով պատրաստել եմ, ստացվել է անչափ համեղ, հիմա պղպեղը կտրեցի, վերջացրեցի, պանիրն եմ երկու կեսում, տեսնում եք, ընտիր պանիր է, սիրելիներս, ծակոտիներով, արդեն 2 ամիս է աղաջրի մեջ է, երեխաները ինչ կերան, ինչ մնաց, որոշեցի, որ պետք է հորեմ, լավ լվացել եմ, թողել եմ 1 գիշեր, ջրքանվել է, կբաժանեմ կտորների և կմանրացնեմ հետո, մի փոքր խոսեմ հորած պանիրի մասին, հորած պանիրը գալիս է հորել բառից, որը լավ սեղմել են մեր մեծերը, շատ վաղուց տիկերի մեջ, պուլիկների մեջ, կճուճների մեջ և դրել են հողի մեջ, կճուճի մեջ լցրել են, սիրելիներս, բերանը լավ ամուր կապել են մարլայով կամ բարակ շորով, շուռ են տվել մոխիրի մեջ, մաքուր փայտից մոխիրի մեջ, փոս են արել, մոխիր են լցրել, կճուճը կամ տարան կամ պուլիկը և այդ տիկը հորել են, վրան ավելացրել են նորից լավ մոխիր, ծածկել են լրիվ, հող են լցրել, ամիսներ շարունակ թողել են, աշնանը դրել են, գարնանը բացել են, գարնանը բացել են, մենք մեծերն ասում են սոված 40-ին, որ ուտելիք չի եղել, բացել են, թարմը լավաշով է համեղ, թթույով, թարմը կանաչիներով, նաև սոխով, հիշում եմ, կիսուրը սոխը վերցնում էր, դնում էր ոտքի տակ, ամուր սեղմում էր, սոխը արդեն 2 կես էր լինում, ասում էր մամա, ինչ ես էդպես անում, ասում էր, որովհետև սոխի կծվությունը էդպես դուրս է գալիս, իսկ դանակով ոչ, կամ էլ մի լավ ճաշ էր եփում, լոբի, բանով ճաշ, ավելուկով ճաշ, սիրելիներս, դարձյալ այդպես էր անում, անպայման, իսկ հիմա սիրելիներս վերջացրեցի, մշրեցի, տարածում եմ մաքուր խոհանոցային սրբիչի վրա կամ մարլայի վրա, որպեսզի մնացած լրիվ ջուրը դուրս գա, ինչքան էլ քամվի, պանիրը իր մեջ ջուրը հեղուկ է քաշում և շատ հեղուկ է պարունակում, հիմա 1 օր կթողնեմ, նոր կշարունակենք, հետևեք, կտեսնեք,
Անցել է 1 օր, տեսնում եք, պանիրը լավ ցամաքել է, իր խոնավությունը տվել է շորին։ Հիմա կոշտ մասերը ձեռքով կտրորեմ, կավելացնեմ կանաչիների փունջը։ Ինձ մոտ թարխուն, ռեհան, ծիտրոն և ուռց է։ Այսպես կլցնեմ և կխառնեմ այս կանաչիների փունջը ընկերներ են պանիրի հետ և լավ համադրվում են իրար։ Մնացածը կավելացնեմ, կխառնեմ, սիրելիներս, հետո կհամտեսեմ աղիությունը, որ ալանի լինի աղ կավելացնեմ։ Հիմա կավելացնեմ նաև խառնելուց հետո կծու կանաչ պղպեղը և կարմիր քաղցր պղպեղը։ Շատ ընտիր է, սիրելիներս, շատ կծուն այդքան էլ համեղ չի լինում, ավելի կծվություն է տալիս և դառնահամ է մի տեսակ լինում, պետք է իմանանք ինչքան լցնենք։ Հիմա ես ինչքան հարկավոր է լցրել եմ, կտրորեմ, այս չոփիկը մնացել է ուռցից, բոլոր չոփերը մաքրել եմ, չոր տերևներն եմ թողել, սիրելիներս, նախօրոք։ Հիմա խառնելուց հետո կտամ արդեն հարսս կլցնի տարաների մեջ։ Հիմա աղիությունը շատ ընտիր էր, սիրելիներս, ալանի չէր, հիմա հարսս դնում է տարայի ներքևի մասում կծու քաղցր պղպեղ և լցնում է տարայի մեջ պանիրը։ Հիմա որոշեց, որ ձեռքով հարմար չի, գնում է ձագարը բերի, ձագարով ավելի հարմար կլինի։ Ժողովուրդ ջան, մի փոքր դրեցի բերանս, շատ համեղ համ ունի։ Մի թեթև կծվություն, կանաչիների համը յուրահատուկ, բա մինչև գարուն որ մնա, ինչ համ կունենա, պատկերացնում եք, հողի տակ, մոխիրի մեջ, շատ համեղ կլինի։ Լցնելուց հետո լավ պետք է սեղմենք, տեսնում եք, լավ սեղմում է, նորից այսպես հերթով կծու քաղցր մի 2 հատ պղպեղ կդնի։ Հիմա պանիրը հերթով այդպես կլցնի տարան, կսեղմի և կշարի պղպեղը։ Հիշում եմ մայրս որ պատրաստում էր, թոնրի մոխիրով էր պատրաստում, ասում էր գնացեք այդ թոնրի քյոլը հանեք բերեք, այդ քյոլով համով է լինում պանիրը, շատ լավ է ստացվում համը, որովհետև մաքուր փայտ է վառվում թոնրի մեջ և խաղողի ճյուղերը յուրահատուկ համ էին տալիս պանիրին, մինչև հիմա հիշում եմ։ Արդեն ավարտին է հասցնում, տեսնում եք, մի քիչ մնաց, լավ է, կբավականացնի պանիրը, ավելի լավ է ավելանա, քան պակասի։ Այն ժամանակվա մաքուր պանիրն էլ չկա, ոչ մի տեսակի սնունդ էլ չկա, բոլորը քիմիա են։ Վերջ, երևի մի 2 հատիկ կավելանա։ Լավ սեղմեց։ Սա էլ կլցնի և երևի ցույց եմ տալիս, որ լավ է կհերիքի։ Հիմա կդնի պղպեղները, ահա, մի քանի հատիկներ մնաց, ոչինչ էլ չմնաց, կարելի է ասել։ Պղպեղներն էլ երեսը կդնի։ Վերջ։ Տեսնում եք ինչ գեղեցիկ է։ Ավարտեցինք սիրելիներս այսօրվա մեր հորած պանիրի պատրաստումը, շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք մինչև վերջ։ Մի քանի տապակ ծալված մարլայով կկապենք բերանը, կդնենք տարայի բերանի վրա, կապենք թելով։ Մարլան դնում ենք, որ խոնավությունը դուրս գա, թելն էլ կապում ենք, որ չբացվի բերանը։ Շնորհակալություն բոլորիցդ, սիրելիներս, եղեք առողջ և օրհնված։ Այսքանով ավարտում ենք այս համեղ հոլովակը։ Ասեմ, որ
Պետք է անպայման մոխրի մեջ դնեմ, դնելու ժամանակ էլ ցույց կտամ: